Բարև ձեզ, եւ այսպես եղանակները հովանում են, իսկ Հայաստանի ներքաղաքական կյանքը թեժանում է։ Ինչպես եւ խոստացել էի, այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 3 կայացած ասուլիսից ենք դրվագներ հիշելու։ Խոսելու ենք այն ամենի մասին, ինչ ասաց Քոչարյանը, եւ որ ոչ պակաս կարեւոր է նաեւ ինչ չասաց Քոչարյանը։ Լրագրողական կազմը պետք է խոստովանել բավական ներկայացուցչական էր։ Սկսած հանրային հեռուստատեսությունից մինչև ընդդիմադիր դաշտի ամենախայթող ներկայացուցիչները։ Մոտ 2 ժամ տևած ասուլիսի ընթացքում այնքան բազմաժանր հարցեր ու պատասխաններ հնչեցին, որ բանախոսի գլխավոր մեսիջները, եթե նա այդպիսի պլանավորել էր հնչեցնել, ուղղակի կորան այդ հեղեղի մեջ։ Ասենք նման կազմով ասուլիսը ինքնին հիմք է տալիս կասկածել, որ առանձնապես հստակ մեսիջներ հղելու նպատակ չի եղել։ Ավելի շատ այն տպավորությունն էր, որ Քոչարյանը իր մասին հասարակության հիշողությունները թարմացնելու խնդիրն էր լուծում, ձեռքի հետ էլ հասցեական մեսիջներ ուղարկում կոնկրետ շրջանակների, որոնց պատասխաններն էլ ենթադրում եմ որևէ ձևաչափով կլսենք առաջիկայում։ Սպասելիքները մեծ էին, հարցերը բազմազան, սակայն ասուլիսի ավարտին շատերի մոտ մնաց մեկ հարց. իսկ ինչ նոր բան ասաց երկրորդ նախագահը։ Ասուլիսի պաշտոնական առիթը, ինչպես հայտարարվեց, օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագրերն էին։ Երկրորդ նախագահը համոզիչ կերպով ներկայացրեց, թե որքան վատ ու վտանգավոր են դրանք Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա ինչ է ստացել Հայաստանը։ Անկեղծ ես փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որևէ կոնկրետություն, թե ինչ է ստացել Հայաստանը։ 0 Միայն խնդիրներ, որոնց մասին ավելի ուշ կասեմ։ Եվ վերջապես ինչ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Դու այստեղ կա շատ կոնկրետ բան, ինչ ստացել է Հայաստանի վարչապետը։ Ստացել է մեկ նկար նախագահ Տրամփի ստորագրությամբ եւ ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Հիմա չոր մնացորդում իրականում սա է։ Սակայն այստեղ ծագում է մի օրինաչափ հարց. ինչու այդ սարսափելի երևույթի մասին մտահոգությունները հնչում են ավելի քան 2 ամիս անց։ Հազիվ թե քարտեզները պատրաստելու համար այդքան երկար ժամանակ պահանջված լինի։ Այս հարցի պատասխանը ցավոք այդպես էլ չհնչեց, թերևս նաև այն պատճառով, որ նման հարց պարզապես չհնչեց։ Փոխարենը պարոն Քոչարյանը զինված քարտեզներով մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է Հայաստանն իր աշխարհագրական դիրքով դուրս մնացել միջազգային խոշոր խաղացողների հետաքրքրություններից, քանի որ բոլորն էլ գտել են մեր լեռները շրջանցող ավելի հարմարավետ, ավելի ապահով ու էժան ուղիներ։ Սակայն համեստորեն լռեց այն մասին, թե ինչպես ստացվեց, որ ժամանակին հաղթանակած երկիրը Հայաստանը հայտնվեց տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքային խոշոր նախագծերից դուրս։ Նույն համեստությամբ էլ շրջանցվեց փաստը, որ այսօր Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը եւ նույնիսկ Բելառուսը ակտիվորեն դիտարկում են Հայաստանի տարանցիկ ներուժը, իսկ Ռուսաստանը իդեմս առնվազն օրենսդիր մարմնի ղեկավարության հենց օրերս բացահայտ կոչ էր անում իրեն պատվավոր տեղ հատկացնել այդ նախագծերում։ Հատկանշական է, որ իշխանության գալու դեպքում այդ սարսափելի պայմանավորվածություններից ազատվելու որևէ խոստում Քոչարյանը չտվեց, անգամ հակառակը խոստացավ, որ ինքը կփորձեր ավելի մեծ ծրագրեր իրականացնել նույն Թրամփի հետ։ Ինչ էր կարող անել Հայաստանը։ Կարող էր պնդել, որ Տրամփի ճանապարհը լինի ոչ թե 42 կիլոմետրանոց, այլ լինի առնվազն 4-5 անգամ ավելի երկար, մինչև Երասխը։ Եվ այդ դեպքում նույն պայմաններով կողմերի համար այդ դեպքում պատասխանատվությունը կլիներ հենց Միացյալ Նահանգների վրա այդ Միջանցքի այդ ամբողջ ճանապարհի անխափան աշխատանքի։ Հեշտ էր սրան հասնել, այո հեշտ էր, որովհետև Միացյալ Նահանգների շահը այստեղ ակնհայտ երևում է։ Նախագահ Տրամփին ասվեր, գիտեք, ինչ է նշանակում 43 կիլոմետր։
Տրամփը սիրում է ամեն ինչ ավելի մեծ, այսպես խոշոր, ավելի տպավորիչ պրոյեկտներ, մենք առաջարկում ենք ավելի մեծ պրոյեկտ, ավելի հետաքրքիր, իսկապես խաչմերուկ եք դառնում այս կարևոր հանգույցի վրա։ Հետաքրքիր զուգահեռ անցկացվեց նաև նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության հետ։ Փաստաթուղթը, որը ընդդիմության մյուս թևի կողմից որակվել էր ու այսօր էլ որակվում է որպես կապիտուլյացիոն, այսօրվա տեսանկյունից պարոն Քոչարյանի կողմից բնորոշվեց որպես երազանքի փաստաթուղթ։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե համեմատենք այս ամեն ինչի հետ, իհարկե այսօր նույնիսկ երազանքի փաստաթուղթ կարելի է անվանել։ Այդ փաստաթուղթը ենթադրում էր նաև Արցախի գոյությունը։ Ռուսաստանի մասին խոսակցությունները զարմանալիորեն սակավ էին, ունկնդիրները դրան պետք է ինքնաբերաբար հանգեին։ Ամերիկան անվստահելի է եւ հեռու, եվրոպացիները թուլակամ ու սուտասան, Թուրքիան մահացու թշնամի։ Գուշակեք ով մնաց։ Դե էլ ինչ կարիք կար անուններ տալու։ Քոչարյանը անուններ չտվեց։ Մեկ ամիս առաջ Մոսկվա կատարած այցի մասին հարցին տվեց խուսափողական պատասխան։ Գնացել է մասնավոր անձնական հարցերով, սակայն թողեց ինտրիգային ակնարկ։ Եթե նորություն լինի, կասեմ։ Նայեք, ես մեկ ամիս առաջ եղել եմ Մոսկվայում։ Մոտ մեկ ամիս առաջ եղել եմ ընդամենը 2 օր շաբաթ-կիրակի։ Մասնավոր անձնական ինչ-որ հարցերով։ Եվ վերադարձել եմ երկուշաբթի օրը, կեսօրին։ Եթե պաշտոնական հանդիպումների նպատակ ունենայի, կամ եթե դիմեի, երևի այլ օրեր շաբաթվա ընթացքում կընտրեի։ Բայց ես հասկանում եմ, որ երբ ես հայտնվում եմ Մոսկվայում, անպայման նման կարգի, այսպես լուրեր տարածվելու են։ Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքին, ապա այստեղ նորություններ չկային։ Ռոբերտ Քոչարյանը հաստատեց իր թիմի մասնակցությունը 2026 թվականի ընտրություններին։ Իմպիչմենտին իր թիմով կմասնակցի մինչև խելամիտ ժամկետը կլրանա, պայմանական մինչև տարեվերջ։ Զուգահեռ պատրաստվում է քարոզարշավի, ավելին, եթե մինչ այդ իր թիմում ավելի երևացող դեմք չհայտնվի, ինչը նա քիչ հավանական է համարում, քարոզարշավի հիմնական բեռը կրկին ինքը կստանձնի, վստահ լինելով, որ դեռևս ունակ է ձայներ բերել։ Ընդդիմության հետ համագործակցության Քոչարյանի տեսլականը բավական պրագմատիկ է, կհամագործակցեն խորհրդարան անցած ուժերի հետ։ Հավանական հաղթողների շարքում նշել է իր գլխավորած Հայաստան դաշինքը եւ մեր ձևովը։ Ակնհայտ է, որ այս փոքրիկ ցանկում բացակայում էր հանրապետական կուսակցությունը, ինչը ըստ էության նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ըստ երկրորդ նախագահի նույնիսկ խորհրդարան անցնելու շեմը չի կարողանա հաղթահարել։ Այսպիսով եւս մեկ անգամ հաստատվեցին, ամրապնդվեցին այն լուրերը, որ երկու նախկին նախագահների հարաբերությունները մեղմ ասած ջերմ չեն եւ նրանց ջուրը մի առվով չի հոսում, այնպես որ նախագահների համատեղ պայքարի մասին հույսերը նվազեցին։ Եվ այսպես ինչ ունենք արդյունքում։ Ակնհայտ է, որ քաղաքական պայքարը թեժանում է, այդ թվում նաեւ ներընդդիմադիր դաշտում։ Ակնհայտ է նաեւ, որ հին դեմքերը չեն պատրաստվում լքել քաղաքական բեմը, իսկ քանի որ այդ բեմում տեղերը սահմանափակ են, հույսերը թե առաջիկայում նոր դեմքեր կտեսնենք Հայաստանի քաղաքական կյանքում, պակասում են։ Իսկ թե ինչ նոր զարգացումներ կբերի ապագան, ցույց կտա միայն ժամանակը։ Մինչ այդ մեզ մնում է հետևել իրադարձությունների զարգացմանը եւ հուսալ, որ քաղաքական այս մարաթոնի արդյունքում կհաղթի Հայաստանը եւ հայ ժողովուրդը։ Համուր մնացեք։ Կհանդիպենք։